Հալելույա։ Խնդրեմ ձեր աստվածաշունչները փանակ կամ սևլերները փանակ Այբ Գորընթացից 15 Այբ Գորընթացից 15 Մի գարտամ առաջին համարեն մինչև 11-րդ համար Գսե եղբայրներ Ձեզ զանոցնում եմ այն ավետարանը, որ քարոզեցի, որ ընդունեցիք, որով հաստատվեցիք, որով կփրկվեք, եթե ամուր բահայք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր դեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի, ինչ ինքս ընդունեցի, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ համացայն քրքերի, թաղվեց երրորդ օրը հարություն արավ քրքերի համացայն։ Որ երևաց Կեպասին, հետո այն 12-ին, հետո մի անգամից երևաց 500-ից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են եւ ոմանք էլ ննչել են։ Ապա երևաց Հակոբոսին, Հիսուսի եղբայրը, հետո բոլոր առաքյալներին, ամենից հետո երևաց նաեւ ինձ վիժվածքիս, որովհետեւ ես առաքյալների մեջ հետինն եմ եւ աժանի էլ չեմ առաքյալ գոչվելու, քանի որ Աստծո եկեղեցին հալածեցի։ Բայց ինչ որ եմ, Աստծո շնորհով եմ, եւ նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ է։ Արդ, թե ես, թե նրանք այսպես են քարոզում, եւ դուք այսպես հավատացիք։ Հալելույա։ Աստվածաշունչի մեջ մեկը պատմություն մը գա թագավորի մասին, որ գիշերը չգրցավ քնանալ։ Անանքից տեղավ, կարող չեր քնանալ, ի վերջո ոտքի ելավ, չեմ կերև, որ մեկ ժամուն առավոտյան, գնաց օրակիրները բացավ, սկսավ գարթալ, և մեջտեղ ելավ, որ մեկը անունը Մուրդկե է, իրեն փրկած է, իրեն ազատած է, և ինքը իրեն վարձատրություն չէ տված, որու կանչեց, Haմանին կանչեց, թշնամիին կանչեց, և թշնամիին խայդարա գրավ, մինչ Մուրդկեին բարձրացուց։ Եվ հոստեղ կտեսնենք նույնպես Պողոս առաքյալ աշակերտներություն եկեղեցիին կհիշեցնե բանը, որ այս եկեղեցին մոռացած է։ Եվ մենք այդ պատճառով որ այսօր կհիշենք նույնպես բանը, նույն բանը, եւ այդ պատճառով որ մենք հաղորդություն կառնենք, որովհետեւ միշտ հիշենք մեր հավատքի հիմը ինչ է, որովհետեւ մեր հավատքի հիմին վրա կետրոնանալով է, այնտեղը մնալով է, որ ես եւ դու մեր զորությունը կտեսնենք, թշնամին խայդարակվելը կտեսնենք Եվ Հիսուսի մեր փրկիչին անվան բադիվը կտեսնենք, կսկսի բարձրանալ մեր փրկիչին, մեր ազատարարին, անոր անունը կսկսի փառավորվել մեր կյանքի մեջ։ Առաջին համարի մեջ շատ գեղեցիկ ձևով Պողոս առաքյալ գսե ցեզ զանոցնում եմ, ցեզ հիշեցնում եմ։ Այն ավետարանը, որ քարոզեցի, որը ընդունեցիք հավատքով եւ հաստատվեցիք եւ որով կփրկվեք։ Այս երեք բաները նայեցեք ինչ հիանալի է։ Ավետարանի մեջ, եթե ես վերականգնեմ եւ հիշեմ եւ մեջը մնամ, իսկական ավետարանի մեջ։ Ես հավատքով ընդունիմ այդ մեկը, ինչ պիտի լամ, պիտի հաստատվիմ։ Պիտի հաստատվիմ։ Գիտեք այսօր ինչապ հավատացյալներ կան, որ հովը փչեգինա։ Հովը փչեգինա, դգար է։ Ոտքի գնալ չի գիտեր։ Թշնամին ինչպես փչե ինքը անդեղ գերտա։ Հոգևոր ուժ չունի, թշնամին աչև գնալու է ոչ սելու։ Գազիս իր ինքնությունը դեռ չէ գտած Քրիստոսով։ Հաստատ չէ, ժայռի վրա գեցած չէ։ Գպավի որ մեկ հատ խնդիրը լայր կյանքի մեջ արդեն դեսես քեդին ինգա փլավ ինքը։ Հարություն արած Քրիստոսի զավակներ անանք փլողներ չեն։ Հաստատուն են։ Աշխարհը գփլի բայց Քրիստոսով քեզի կանչած է ժայռի վրա տնե ինչը քեզի ժայռի վրա գտնե ավետարանը Ադամար ես միջ կկաչալեմ մանավանդ եւ որ մարդիկ նոր ապաշխարեն գսեմ ավետարանը սկսիր գարտալու նոր գդագարանեն սկսիր մեջը մնա մինչեւ որ ավետարանը դառնաս տուն դառնաս ավետարանը Սուրբ ոգին մելանով գրված
Տուն դառնաս ավետարանը, որով որքան ավետարանի մեջն ես, որքան խաչին նայողն ես, որքան հարության խնջույքի մաս կգազմես, այնքան սիրելիս տուն կհաստատվիս։ Խոսքը կդառնաս տուն, կգերբարանափոխվիս տուն։ Ես իմ հոգևոր կյանքիս մեջ շատ ելևէջներ ունեցած եմ, բայց կտեսնեմ որքան Աստծո հետ ավելի կմտերմանամ եւ գաջիմ, որքան ավետարանի մեջ հայտնություններ կունենամ, անքան ավելի հաստատ դարձած կլամ։ Եվ տշնամին առաջ որ ցայն ուներ եւ ինձի գրնար խապել եւ ինձի գրնար ինացնել, լա մոլությունը, լա դգարությունը, լա մեղք, այսինչ եւ գամ այնինչը։ Հիմա այդ զորությունը չունի իմ վրաս, նույն ցայնը չունի իմ վրաս, որովհետեւ ավետարանին ցայնը ավելի բարձր է իմ մեջս, Հիսուսին հարության ցայնը ավելի բարձր է, հութային ցայնը, հութայի արույցի ցայնը ավելի բարձր է իմ մեջս, կանա տշնամին փարակ ցայնը որ գուքա եւ գսե որ սփամը գսե։ Ավետարանը այդքան մեջս արցանակրված է ասեմ, որ տշնամին երբ կա ինձի փամը ասե գսեմ սուդե ասիգա։ Վրաս փամը կփորձե կալեցնել, որով հաստատուն եմ։ Ոտքից դագը չուր չէ կամ ավազ չէ, որ սահիմ երթամ։ Հաստատուն եմ։ Հաստատուն եմ։ Եվ ես եմ պետք ունենք հաստատ լինելու սիրելիներ, թե ոչ տշնամին ուզածին պես կրնա քեզի ինացնել։ Բայց ասիգա չի կար, որովհետև դու միցես խալաս, ես հաստատ պիտի լամ, այդպես չլար, եւ որ դու ավետարանի մեջ մտնես եւ բարի լուրը ընդունիս ամեն օր։ Ավետարանի մեջ մտնես եւ թույլ տաս Աստված իր մտերիմ ժամանակիդ մեջ քեզի մոդենա եւ քեզի զորացնի։ Ուրիշ սև չի գա, ավետարանի մեջն է զորությունը։ Բողոս Արաքյալ գսես ուրիշ բան չի կարոզեցի բացի խաչը, ավետարանը։ Եվ Քրիստոս հարություն արած Քրիստոսը։ Ուրիշ բան չի կարոզեցի սեզի։ Որովհետև հույներուն համար հիմարություն է ավետարանը, այսօր շատ հավատացյալներու համար ալ դարձած է այլևս բարձ բամը ավետարանը, բայց իսկական քրիստոնյաներուն համար ավետարանը ինչ է? Աստուծո դինամիտ զորությունն է։ Դինամիտ, գիտես, ինչու համար դինամիտ կկործածեն։ Եթե ոսկի պիտի հանես, հանք պիտի հանես, առաջ ինչ կնեին, չէին գնար քարը դժ զարնել, շատ անգամ ժայռերը բավական հաստ եւ մեծ կլինեն եւ այդ օրերում մեքենաներ չունեին, որ փորեին, ինչ կնեին, մեգա դինամիտ մը գտնեին։ Ձակ կփանար։ Ավելի ներս կմտնեին, ոսկիներ կհանեին։ Պետք է նորեն ձակ բացվի, այս հբարդ եւ այս ինչ է բարը փնտրեմ որ ինադ ասեմ համար Միկես անցավ համարը, բայց չեմ գիտեր ինչու համար Աստվածաշունչին կնաց միկես համար ժայռը կամ լերը որ քո արջևդ գեցած է դինամիտ զորության պետք ունի ձակ բանա կամ հարթ դարձնե այդ ամենը ով ես տուն լեր մեր արջևը ինչ պիտի լաս հարթ տաշտի պիտի վերածվես ավետարանն է ադիգա դու պետք ունիս ավետարանի մեջը մնալու, որպեսզի քեզի հաստատ քեդինի վրա տնե։ Եվ տշնամին փչած հովին աչը ցախ չերտաս, հաբա Աստուծո կորձնելու մեջ միշտ գայում մնաս։ Երեք կխոսեինք Բադվելին հետ, Բադվելին ավելի շիտակ կփոխանցեր եւ գսեր վերջին ժամանակներուն առաքյալները չգրցան հաստատ մնալ։ Չկարողացան եւ ասոնք ամենանվիրվածներն էին դեր։ Հիսուսին 4 կողմը գեցողներն էին։ Հիսուս գնաց Գեթսեմանի բարդեզը եւ գաղութը եւ առաքյալներուն նսավ 3 հոգի հետը բերավ։ Այդ մյուս 9 յետև ցկեց 3 հոգի ավելի հետն էին եւ այդ 3-ին նսավ ինձ հետ աղոթեցեք։ Չգրցան աղոթել։ 1 ժամ նույնիսկ չդիմացան։ Հիսուս 3 անգամ եկավ իրենց իդ ոտքի հանելու, իդ արթնցնելու, չկարողացան։ Հետո Պետրոս իրեն նսավ որ մեկը քեզի ուրանան, ես քեզի չեմ ուրանար ասավ։ Ես պատրաստ եմ քեզի հետ մեռնելու։ Սավակաղը պիտի հնչե 3 անգամ, չի հնչած դու արդեն պիտի ուրանաս ինձ այսօր։ Եվ այդպես ա եղավ։ Պետրոս 3 անգամ ուրացավ իրեն։ Ասոնք ամենանվիրվածներն էին։ Վերջին վարյանին եւ որ Հիսուսին եկան ցերպակալելու,
Պետրոս արաքյալ չգիտավ ինչ պիտի սուրը արավ եւ չխնձ մեկ հատ զարգավ քահանային զարային եւ ագան չգդրեց հանդիմանություն ագերավ Հիսուսեն սա սուրը դետ կաշե անոր սուրը վերցնես սուրովալ պիտի դադարդվի մեկ հատ տուն քեզ երևակայած արաքյալներուն դեղնես ինչ ընես մեկ հատ հանդիմանություն գուտես չես գիտեր որ ինչ պիտնես նվիրում բամը գսե որ պիտնես բայց չես գիտեր ինչ պիտնես որով հաստատ չէին Դեր Հիսուս իրենց աղոթքի կանչեց, որովհետեւ իրենք հաստատվեին, բայց հաստատ լինեին, բայց չկարողացան։ Եվ այսօր ասեներ հավատացյալներ հաջող նվիրված են գսեն գսիրեմ Հիսուսի եւ ես չեմ կասկածեր։ Քանի անգերց գսեն մարդիկ ես նվիրված եմ, ես գսիրեմ Հիսուս։ Բայց եթե դու ավետարանի մեջ ես, եթե դու Հիսուսին հետ նստող ես, եւ իր մեջ ես լսվիր դու Որքան ուզես հաստատել, պիտի կարող չլաս հաստատել, որով դու կվստահես որ դու ուժիդ, դու կամքիդ, դու զորությանդ, բայց զորությունը ավետարանի մեջն է։ Եվ դու ավետարանի մեջը մտնես, այն ադենը որ հաստատ քեդինի վրա գլաս։ Գտեսնես որ Աստված գսե ես քեզի գսիրեմ, Դավիթ, ես սխալ կործեցի, Աստված ինձ ինչպես պիտի ներ։ Ադանք հարցումներ չես հարցներ, որովհետև ավետարանը ջանցած ես։ Եվ դեսած ես քու մեղքդ խաչին վրա ինչ հրավ Հիսուսին։ Եվ գտեսնես ինչպես Դեր Հիսուս հաստատ էր ամբողջ ժամանակը մինչև նույնիսկ խաչին վրա ելած է մինչև վերջին շունչը մինչև գադարվեցավ սելը մարգարեություն կգադարե Դեր Հիսուս մարգարեություն կգադարե ովևէ ադեն չսավ ալ հոգնեցա վերջ չեմ կարող խաչեն իջնեմ այլևս գամ մեկ հատ Փարիսեցին որ Փերանը փացավ եւ ասա որ ինքը եթե ինքզին կազո որդին գսկա գտեսնեգորն է կամ գահավադագորն է կամ իսկապես են հետո որ իրենք զինքը խաչեն վարի չեցնե մեկ հատ չելավ չի հայեց այդ Փարիսեցին իր վրա կխնդային իր վրա կթքեին իր հակոստը կբادرեին եւ ներողություն հակոստին վրա վիճակ կգցեին չբادرեցին հակոստը վիճակ գցեցին որով շատ հարկի հակոստ էր բայց ատոն փոթ ժամանակ ինքը հաստատ մնաց այսպիսի թակավորունինք մենք որ թուն կանչված ես իրեն նման կյանք ապրելու հաստատ գսե հավատացիք ընդունեցիք որով հաստատվեցիք եւ որով կփրկվեք աս փրկվեք բառը զորավոր բառ է հաջող գսեմ սոզոպարն է փրկվեք ասել է բժշկվեք ասել է անեցքեն գոդրվիլը ասել է ամեն դգարությունը ամեն մոլության գոդրվիլը ասել է ամփոխ չլալը ասել է առողջ չլալը հոգի շունչ մարմին ամենը մեծ զրար է անեցքին գոդրվիլը հարուստ դառնալը ամեն անեց որ գա եւ ամեն անեց որ գա գոդրվիլը եւ ամեն խոսում որ գա այո եւ ամենը լալը փրկության բարի մեջն է այդ զրարի մեջն է ուրեմն եթե ես ավետարանը հիշեմ ավետարանը ընդունիմ հավատամ ոչ թե իմ ուզածս ընդունիմ ինչպես քիչ կսեի իր ուզածը ընդունիմ իր ուզածին պես ադի հավատամ ժամանակ մի հետ կպիտի հաստատվիմ ամուր պիտի լամ ժամանակ մի հետ ես փրկություն պիտի սկսեմ տեսնել մարմինիս վրա քրբանիս վրա եւ ամեն տեսակ կյանքի մարզի մեջ ինչ բանի որ գարիք ունիմ որտեղ որ ես փրկության գարիք ունիմ անդե պիտի տեսնեմ ես ադի ավետարանը այդ մեկը փերե դու չես տեսներ ավետարանի մեջ ասանք բզիկ դարերով գրված է որ այո ավետարանը աս բոլոր բաները խոստացած է քեզի բայց փայցեր գա փայց դարոն դու չես գիտեր հիմա ասված ինչ կմտածի որ եւ ինչ կուզե որ քեզի սորվեցնել եթե ավետարանի մեջն ես ասի չես մտածեր որով ավետարանի մեջ ասի չես տեսներ Հիսուս խաչին վրա ելավ արյուն թափեց հարություն արավ որ քու Փերանեդ այդպես բան չելե եւ եթե ես ասեմ որ գերեւի Աստծո գամքն է որ ես ասպես հիվանդ մնամ կամ աս հիվանդությունը ես ավետարանը չէ որ կընդունեմ որ ես հիվանդությունը կընդունեմ որ եւ ադոր մեջ կհաստատվիմ որ եւ ադոր բդուղը գուդեմ որ հետո եթե ես ասեմ ես աղքատ եմ եւ աղքատա պիտի ելամ Դու ավետարանը չէ որ կընդունիս կոր Դու աղքատության անեցքը կընդունիս կոր Անոր մեջ կհաստատվիս կոր եւ անոր բդուղները գուդես կոր հետո
Եթե ես իմ հայրս եւ անոր մեծ հայրը եւ անոր մեծ հայրը սրդի գատվածք է մերած են, կամ կանսեր ունեցած են, եւ հիմա իմ գարկս է սա կանսերը, աս դարիք մոդեցավ, դարիքներ բաբայից դարիքներում մոդեցա եւ Տուն ավետարանը չէ որ գտնունի սոր, տուն կանսերը գտնունի սոր, տուն անեցքը գտնունի սոր, տուն դիվորսը գտնունի սոր, ամուսնալուծումը գտնունի սոր, որով մամատ բաբատ ամուսնալուծվեր են կամ անգի առաջ Քերտաստանիտ մեջ ասպես բաներ գա, ուրեմն տունա պիտի ունենաս ադիգա, ադի ավետարանը չէ, ադի ադոնք ընդունիլն է, բայց ոչ ավետարանը ընդունիլ, ադոնց մեջ կհաստատվիս եւ ադոնց բդուղը գուդես, ավետարանը դեղմը պայծմը չունի, Աստուծո խոստումները ամենը գսե այո եւ ամեն է, եթե գասկած ունես խաչին նայր, ավետարանին նայր իդ, Հիսուսի հարության նայր։ Գասկած ունես խաչին նայր, քերեզմանին նայր, բարաբե։ Հարության նայր։ Գսե ամեն խոստում Քրիստոսով այո եւ ամեն է։ Մեջը գինա նաեւ քու մոլությունը, քու դգարությունը, քու հիվանդությունը, քու անեցքը, բոլորը մեջն են։ Հարությունով գնքեց ամենը։ Գնքեց, եթե հարություն չարնես իրեներ գասկածեիր, ես ալ գասկածեի սխալվի չլայինք, որովհետև Հիսուս հարություն չի արած, իր խոսքին դերը չեղավ, բայց խոսքին դերն էր, եթե ես գահավադամ, որ դեր Հիսուս հարություն արած է, ես նաև պետք է հավադամ, որ ես փրկություն ունիմ այսօր առնելու, ավետարանն ալ պիտի հավադամ, ես այսօր եմ փրկությունս, ադալ պիտի ընդունիմ, ես չեմ գնարեցել փրկությունը միան գընդունիմ, բայց ոչ ասոնք, կամ ներողություն, հարությունը գընդունիմ, բայց ոչ ասոնք Մա երկուքը նույնն են, իրարու հետ կապված են, եթե հարություն արա վսել եմ յուսերնալ, ստորակրած է, չեքին վրա իր անունը ստորակրած է այլևս, վերջացավ, ջերմակ չեք դված է քեզի, որ թուն լեցնես ուզած էդ պետք է տնես, ստորակրեց ինքը հարությունով, գնքեց, դշնամին ինչեր էրա, որ չի չլա այդ մեկը, չաչողեց, Դեր Հիսուս գնքեց, Կովին տարսիրը սե Դեր Հիսուս գնքեց իր արյունով։ Լավ նայեցեք, գսե այս ավետարանը, որ ես սեզի քարոզեցի, ետ գիշեցնեմ ցեզ, որը ընդունեցիք եւ որով հաստատվեցիք եւ որով գփրկվեք, ասիգամ գապ չունի միան հավիդենականության մասին, գփրկվեք բարի մեջն է արդեն, հիմա կվնե գխոսի որ մինչեւ հարփան հավիդենական կյանքը։ Քանի տուն այդ հավիդենական կյանքի մեջ փրկվելու գարիքը չունիս։ Բժշկվելու գարիքը չունիս։ Տուն հոս բժշկվելու գարիք ունիս։ Տուն հոս անեցքեն գոդրվելու գարիք ունիս։ Մոլութենեն գոդրվելու գարիք ունիս։ Գշանագի գսե որով գփրկվեք եթե հոս ուրեմն պայման կա։ Եթե ամուր բահեք այն խոսքը, որ ես ցես քարոզեցի։ Ասի գիտեք ինչ կնշանակե։ Կնշանակե որ ինչա մարդահրավերներու արչեւ պիտի գտնվիս տուն, որ քեզի պիտի փորձե այդ խոսքեն ամուր բռնվել են թատրիս։ Ինչա պայմաններ պիտի անտիպի քեզի, ինչա բարականեր պիտի անտիպի, լա քեզի լա 4 կոմբիններուտ, որբեսի քեզի համոզեց, եւ ո՞մ գամուրիշ, որ քու ցերքդ ամուր բռնել են թատրիս։ Գսե եթե ամուր բռնես, հավատքի բայկարը ադե, ավետարանին ամուր բռնվիլն է, նույնիսկ եւ որ 4 կոմը չեսներ գործերադի։ Նույնիսկ եթե քու եղբայրդ կանսեր է մերավ եւ թուն իրեն 1000 անգամ աղոթեցիր։ Ամուր բիտ բռնեստեր։ Հոն է բادرազմը։ Հոգևոր բادرազմը, հոն է հավատքի բادرազմը, ամուր բռնվիլ։ Որովհետեւ ես ամուր բռնվեցի ավետարանին։ Ես պիտի հաստատվիմ։ Բդուղ պիտի ուդեմ ադոր։ Պիտի բռգվիմ, բժշկվիմ, ազատագրվիմ։ Բոլոր անոնք, որոնք ամուր բռնած են, անոնք են, որ երկինք են քաշած են զորությունը։ Անոնք են, որոնք դինամիտ զորությունը վայելած են, անոնք, որոնք ամուր բռնած են։ Ամուր։ Եվ ես ինչապ գանտիբիմ հավատացյալներ եւ ոչ հավատացյալներ, որոնք չեն ճանչնար, ես կցավիմ եւ որ հավատացյալներ չեն ճանչնար այս մեկը։ Եվ որ ավետարանը հստակ կխոսի։
Էփայց 5 դագարան է, մեկ վայեն 5 դագարան մեկ գոմտիր, նոր դագարան քեզ ինչ կսե գոր։ Դու 5-ի մեջ չես ապրիր գոր հիմա, նորի մեջ կապրիս գոր։ Հիսուս քեզ ինչ հրած է։ Բողոս Արաքյալ Հիսուս չէ։ Հաշվենք որ սխալ մեկնաբանեցիր իր փուշը եւ ըսի որ ադիգա հիվանդություն էր։ Հաշվենք ադիգա, դեվադի չէ։ Եգուր հաշվենք ադիգա։ Ասենք որ հիվանդություն էր։ Բողոս Արաքյալ Հիսուս է կամ ոչ։ Լավ Հիսուս քեզ ինչ խոստացած է։ Հիսուս քեզ ինչ խոս։ Հիսուսին վրա գտեսնես մեր ըսածները ոչ։ Ավետարանի մեջ գտեսնես իր ըսածները ոչ։ Մեր ըսածները ներողություն ոչ։ Ավետարանի մեջ միան իրը գտեսնես եւ դեսես ինչ հաստատ է։ Կասկած չունի մեջը։ Ան որ չեր գմդի խնդրած ադենը իր խնդրածը պիտի ստանա ասավ դեր Հիսուս։ Եվ ադամա Բողոս Արաքյալի հիշեցնե։ Հավատքով պիտի ընդունիս։ Ձեզի արցում ունիմ։ Քրիստոնեական կյանք ուր գսկսի։ Գսկսի եւ որ տունը սկսիս քրիստոնեական կյանք փորձել ապրիլ։ Կամ քրիստոնեական կյանքը գսկսի հավատքով։ Եվ տուն հավատաս։ Քրիստոնեական կյանքը գսկսի հավատքով։ Եվ տուն հավատաս Հիսուս ինչ ըրած է քեզի համար։ Հոն գսկսի, հոն դեն գսկսիս։ Եթե հոն գասկած ունեցար, խանգարվավ, լման սիստեմը խանգարվավ։ Հավատքով գսկսի ամեն ինչ։ Դու գհավատաս Հիսուսի լուրը, գսե ես շարունակեմ, գսե նախ ես ցեզ ավանդեցի այն ինչ ես ինքս ընդունեցի։ So Բողոս Արաքյալ միան գփոխանցե ան ինչ որ ինքը ընդունած է, այսին իրեն հասած է բարի լուրը, հիմա բարի լուրը քեզի գփոխանցե։ Ավետարանը իրեն հասած է, հիմա ավետարանը քեզի գփոխանցե։ Լուր է, բարի լուր է։ Հեքիաթ չէ, արասպել չէ, ասի սուբձունտինա գսեի։ Ավետարանը հեքիաթ չէ, արասպել մեջ է, որ բզիկներուն գբատմես քիչ մը ուրախացնելու համար իրականություն է, ճշմարտություն է։ Այսօր եթե հերադեսիլը փանաս, լուր փանաս, լուրերը փանաս, ինչու համար մտիկ կնես լուրերը, քանի գիտես, ինչու համար լուր գսվի, որովհետև փաստացի փան գա յետևը, ճշմարտություն գա յետևը։ Հիմա անշուշտ գախված եթե ինքը ճշմարտություն գսե կամ ոչ, բայց ընդհանրապես լուրը, եթե մենք քեզի գսե որ ես լուր ունիմ քեզի, ասել է ճշմարտության հիման վրա է, որ քեզի կփոխանցե որ փաստացի փան գա յետևը, որ ինքը փոխանցե գոր։ Ուրիշ ծրագրամներ կա, որոնց մեջ մարդիկ իրենց գաղափարներ կունենան, ադոնք լուր չեն գոչվիր։ Մարդիկ իրենց գարձիկը կուտան, մարդիկ թեմը գխոսին, հետը գխոսին եւ այլն։ Ուրիշ ծրագրամներ կա, բայց ադոնք լուր չեն ասվիր։ Ավետարանը բարի լուր է, փամն է որ թուն գլսես, գնտունիս հավատքով, հետո գելես ուրիշին փոխանցես։ Ուրախութենետ։ Որովհետեւ լուրը լսեցի, որ Դեր Հիսուսի իրաց կորձը լսեցիր։ Կարնես կփոխանցես Բողոս Արաքյալ ադի արավ, ադի փոխանցեց, քեզիալ հասավ ավետարանը։ Եվ թուն ավետարանը արիր, ադու համար է որ գտեսնես շատ անգամներ նորեկ մը գուկա, ավետարանը գլսե, գնտունի, գպժշկվի։ Ասված աչարություն չունի գսե ասվածաշունչը։ Այսին չի որոշեր որ քեզի պիտ բժշկե, կոկոին պիտ չի բժշկե։ Ասված չունի աչարություն։ Գոմնակցություն չունի, ես Թամարին ավելի գսիրեմ։ Թամարին պիտի օրտնեմ, թուն չաչարվիր։ Ասված չունի ասի։ Ասված ցևը դված է, հավատքի ցևն է։ Եկու մեջը դրած է։ Թունագնաս վայելել, եթե ամուր բռնվիս կուլսազիտ, ավետարանին։ Եթե ամուր բռնվիս, թշնամին պիտի բادرազմի քեզի թեմ, հավատացյալներ պիտի բادرազմին քեզի թեմ, պիտի հալածվիս ասոր համար, քեզի գսեմ որ։ Որով մարդոց հաջելի պիտի չի կա, որով թշնամին հաջելի չի կար, որ թուն ավետարանը կարոզես իր գույս վիճակին մեջ։ Բայց մարդիկ այսօր ավետարանը ինչ սևերով շաղած գուդան ուրիշին եւ ադի բդուղ չունի իր մեջը։ Թուն բեկունիս ավետարանի մեջ մտնելու։ Ադոր համար է որ մենք գդոնենք նորեն, թե ոչ ես ուրիշ նյութեր գխոսում, բայց ասված գուզե որ թուն հիշես ինչ հրավ քեզի համար։ Ավետարանը ինչ է։ Ավետարանը քու մասից չէ։ Ավետարանը իմ մասից չէ։
Ավետարանը մեկ անձի մասին է։ Անունը Հիսուս Քրիստոս է։ Քո ուրացիդ հետ կապված չէ ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ուրացին հետ կապված է ավետարանը։ Բողոս Արաքյալ գսե ես ցեզի ավանդեցի ինչ որ ես ընդունեցի, որ Քրիստոսը, չսեր որ Բողոսը, որ Քրիստոսը։ Նյութը ամեն ավետարանը Քրիստոսն է։ Որ Քրիստոսը մեր մեղքերի համար մերավ համացայն քրքերի թաղվեց եւ երրորդ օրը հարություն արավ քրքերի համացայն։ Թուն չի գաս մեջը։ Քրիստոսի ուրացն է։ Ավետարանը ադե։ Միան ավետարանի մեջն է որ մարդուն ջիկը գտաթրի այլևս, կորձը գտաթրի այլևս։ Միան ավետարանի մեջն է որ մարդը գահանգչի այլևս, գահանգստանա այլևս, իր կորձերեն, իր հոգնությունեն եւ իր դարաբանքներեն։ Մարդը իր ջիկով գփորձե ամեն ինչը ստանալ, ինչեր գփորձե անել, ջիկ կթափե, գուսահադի, ետ գինա, ետ ոտքի գելը, ինչեր գնե, ավետարանի մեջն է որ գահանգչի։ Որով միան ավետարանի մեջն է որ թուն փամը չունի սնելու, միան ունիս ընդունելու, անիչ որ ուրիշը ըրավ քեզի համար, Տեր Հիսուս։ Ինքը եկավ մերավ քեզի համար, ինքը խաչի վրա բարձրացավ, թուն չբարձրացար, ինքը քերեզման մտավ, թուն չի մտար, ինքը հարություն արավ, որովհետեւ թուն այսօր ապրիս կյանք եւ ել ավելի կյանքը։ Խաչին վրա բաժնվեցավ Աստծուց մե։ Որովհետեւ մահ ջաշակե ինքը իր ազատ գամքով դվավ իրանցը եւ ասավ հայրիմ, ինչ ուզիս լքեցիր, էլի լամա սաբակտանի, որովհետեւ թուն չի լքվիս։ Քեզի հատ կան գսիրե։ Թուն շատ անգամ գրնալա թուն քո անցեդ այլևս ուսահադիս, բայց Աստված քեզ մեջ չի ուսահադիր։ Աստված քեզի ինչ դալիք ունի թեր, եւ մենք ինչ դալիք ստանալիք ունենք թեր, աբրելիք ունենք թեր։ Բայց ադիմիան գուկա է որ թուն ավետարանի մեջն է սիրելիս։ Ավետարանը Հիսուս Քրիստոսի ըրածն է, ոչ թե փամը որ թուներ իր։ Ես որ լսեմ ասի ասես ավետարանը ինձ մեջ է, բոս արկածը որ ես միան կփոխանցեմ ինչ որ ես լսեցի, որ Քրիստոս։ Թուն ուրիշին երբ որ բի կարոզես ինչ պիտնես, որ Քրիստոս պիտ խոսիս իրեն, ավետարանը պիտ խոսիս իրեն, ոչ է փամը որ թուներ իր, ոչ է փամը որ ինքը պիտնե, փամը որ Հիսուս ըրած է իրեն համար, եւ թուն իրեն ատ ավետիսը գբերես, իրեն թուն ատ նամակ գբերես, գսես Հիսուս եկավ իբրև մարմին, մարդ, խաչվեցավ քու մեղքերուդ համար, թաղվեցավ, մերավ, մահ ջաշակեց, անգետ կա հարություն արավ քեզի համար։ Հիսուս ըրավ քեզի համար, դու պիտի չնես ադիգա, Հիսուս հաղթեց տշնամին, Հիսուս հաղթեց մեղքիդ, դու պետք ունիս Հիսուսին։ Դու պետք ունիս Հիսուսին, քեզի սիրեց ցելով եկավ։ Դու պետք ունիս Հիսուսին։ Ավետարանը բարի լուր է, ճշմարտության վրա հիմնված, հեքիաթ չէ։ Ավետարանը Հիսուս Քրիստոս է։ Ավետարանը կորձն է, որ Հիսուս ըրավ քեզի համար, եւ ավետարանը այն կորձն է, որ Հիսուսի բադահեցավ իր մարմինին վրա երեք օրվա մեջ։ Իր մարմինին բադահեցավ սիգա։ Խաչը ելավ, մերավ, թաղվեցավ, երրորդ օրը հարություն արավ, մարմինին հետ կապված է։ Հիսուս մարմինով եկավ, Հիսուս մարմինով խաչվեցավ, Հիսուս մարմինով քերեզման թրվեցավ, Հիսուս մարմինով հարություն արավ։ Եվ Հիսուս մարմինով էլ համբարձավ։ Ամենը մարմինով եղավ։ Իր մարմինով եղավ։ Երևակայական բանը չէր, հոգի մեջ չէր, խաչին վրա ելավ, ինչպես ուրիշ գրոններ գահվադան։ Մենք բոլորս գտնունենք ասիգա, իբրև մարմին, չէ՞մը։ Լավ, եթե ես գտնունիմ գոր, եթե ես ընդունում եմ, որ իմ մարմինին եղավ ասոնք, ինչու համար ես պիտի չագնկալեմ ավետարանը իմ մարմինի սափեր է ասոնք։ Ինչու համար պիտի ցկեմ հավիտենականության մեջ կամ օրմը պիտի լայի մեջ զար։ Եթե իր մարմինին եղավ աս երեք բաները, ուրեմն ես ագնամ ագնկալել իմ մարմինիս, գսե Սուրբ Հոգին պիտի վերագենթանացնե իմ մարմինս։ Պիտի վերագենթանացնե, ասիգա նորեն հոգևոր մի անչի խոսիր, հոգի շունչ մարմին գխոսի։ Եթե ես քրիստոնյա եմ եւ գավադամ Հիսուսի հարության, ես պետք է նաեւ հավատամ
այս բոլոր խոստումները իմ մարմինիս եւ շունչիս եւ հոգիս։ Հետս եք ժողովուրդ։ Մենք բոլորս գիտենք այսօր 2000 տարի առաջ Տեր Հիսուս մտավ Երուսաղեմ ավանագի վրա, Օվսաննա Օվսաննա երգեցին, Հիսուս ներս մտած անենը գսե գուլար, լացավ Երուսաղեմի վրա, որովհետև Թադաստան պիտի տեսներ Երուսաղեմը, եւ Երուսաղեմը աբաշխարած չէր, բիցս բայց ամենն ալ գանչեն Օվսաննա Օվսաննա եւ արմավի ծառերը գտնեն իրենց շորերը գփրեն, բայց անոնց մեկը օգուտություն էր, որով 3 օր յետ կամ adներություն ապշապատվա մեջ արդեն Հիսուսին ելան ինչերին, խաչեցին եւ ամենը իրեն լքեցին։ Հաստատուն չէր մեկը։ Բայց հետո գտեսնես ամենափիս հալածանքներու մեջ առաքյալները ինչ հաստատ էին։ Իրենց ինչ շարչարանքներու դարին եւ մեկը չուրացավ Հիսուս։ Հապա բռնված մը հաստատ էին։ Ատ Պետրոսը, որ ուրացավ Հիսուսի 3 անգամ գտեսնես իր մե ավելի գայունը չի գար հիմա։ Իշուկեն մարդիկ կբժշկվեին։ Բողոս գսե ինձին այեցեք վիժվածքիս, yəni բեք չէ ես նույնիսկ ձնեի։ Բայց ազո շնորհն էր, որ ես ձնա գսե, վերջին դեղերը ձնա գսե եւ առաքյալներն ավելի ալ վազեցի գսե։ Իր հաստատուն վիճակը նայեցեք։ Ուրեմն գա այսպես կյանք որ գրնաս ապրիլ սիրելիս։ Ասի երևակայական բամը չէ որ ես կխոսեմ քեզ, ավետարանն է եւ ավետարանեն եկած զորությունը քո կյանքիդ մեջ։ Քրիստոնեական կյանքը եկեղեցի չէ։ Քրիստոնեական կյանքը գրոն չէ, հալելույա։ Քրիստոնեական կյանքը գազմագերբություն չէ, փիլիսոփայական մեկ ապրելացեվի մասին չէ, քրիստոնեությունը Հիսուս է։ Եվ իր ռաց կորձն է։ Տուն երբ որ մեկում պիտի կարոզես Հիսուսի մասին կարոզե, գնաս վկայություն պատմել եւ ասել Հիսուս քեզ ինչ հրավ։ Եվ գնաս իրեն Հիսուսի մասին խոսել։ Ես դեսած եմ ասի, ասած եմ, քանի արիտներու մեջ, որ լուրջ եթե դեսներ վիճակը գվախնայր, ես ունեի հետս քանի օքի, որոնք վախցան եւ գսենք բահվեցան իմ յետևս, եւ որ մարդիկ կային եւ մեկը մյուսեն ավելի վտանգավոր, իսլամներու մեջ ամդազեմ եւ որ իրենց ֆտրը գնային, իրենց դոնը գդոնեին, ինձ քանի օքի ասած է որ ոստեն անտի մի երթար, այսպես միներ, այնպես միներ, թե ոչ քեզի կսպաննեն, այսպես խոսքեր ալսած եմ, այո ես չեմ ձեծ գերած առաքյալներու նման թեր, գնա որ մը լա այդպես, այդ կարևոր չէ, բայց մտած եմ անանք դեղեր եւ նույնիսկ աթեիստներու հետ ալ նստած եմ, որ գրված են ինձի հետ, ամեն տեսակի մարդիկ դեսած եմ, ինչ կկարոզեմ իրենց, միա մեկ դեղ ձունգի դեսած եմ իրենց կան, ամեն ինչա խոսած եմ իրենց, բայց միա մեկ դեղ դեսած եմ ձունգի ու կա ամեն ինչ, եւ որ Հիսուսի մասին սկսեմ խոսել։ Ամեն մարդ լրած է, փորձ է։ Ես գիշեմ, ով գիտե Վահեն, Լիբանանեն Վահեն, հիմա հովիվ է։ Կովս նստած էր։ Մի քանի օքի եկա մեր վրա գխնդային։ Էսի նայ էսի։ Եվ ես իրեն թեր այս հայտնությունս իմ նոր իրեն կփոխանցեի, բադանի էի թեր։ Իրեն կփոխանցեի ասում էի, էսի նայ էսի, փորձեն գսի։ Եվ ինքը նստեցավ ինձ դիտեց։ Թիմացինը վրաս կխնդա։ Սկսա իրեն Հիսուսի մասին խոսել։ Մեկ վարյան բլոկերի իր խնդվածքը, իր ոճը, իր հալածանքը, ադամը բլոկերի մեկ գոմթերի, սկսա իրեն դիրեկտ Հիսուսի մասին խոսել։ Ադղան երկու օքի են, զունգի եկած են, եւ իմ բրասկը խնդան, յաբա կեդին գինան գոր եւ այլն, ասպես մոդելներ գնային գոր մեր արջևը։ Ես մայթին վրա նստած էի։ Վահենկովս է։ Երկու օքի եկավ եւ ադվես կեդին ինալ հոնդեն հերունեն մարտիկ կխնդան գոր, ասոնկա կխնդան գոր իրենց գիտին դագեն։ Ես բային դարձասի նայեցի։ Աս երկուքը իրեն զունգի վիճակի մեջ մնացին եւ իրենց Հիսուսը սկսա կարոզել, հոնալ գախվան եւ ասոնց աչքերը չրոդեցավ։ Որով զորություն իմ զորությունս չէ։ Ավետարանի մեջն է զորությունը, ես միան ավետարանը կփոխանցեմ որ։ Զորություն իր մեջ ունի, իմ հավատքս ադի է։ Իմ հավատքս իմ կարողությանս վրա չէ, օրը չեմ ասած ես լավ գնամ խոսիլ։
Ոչա լավ գիտեի խոսիլ այդ օրերուն։ Հիմա մինայր ասան քիչ մը ավելի մաքուր հայերեն խոսիմ դա հոնալ ադեներ բաներ գսբրթի, բայց եւ այնպես այդ օրերուն այդպես չէր, այդ օրերուն իմ քիծածս քիտ հազիվ բաներ գիտեի։ Բայց Հիսուսի մասին սկսա խոսիլ եւ դեսա ինչպես զունգի գուքային ամեննա։ Դեսած եմ ադիա, որով ի վերջո մարդուն պետք է ավետարանն է, Հիսուսն է մարդուն պետք է։ Մարդուն պետք է քու ջարդար խոսքերը չեն։ Մեկ հատ փորձե այս շաբաթ մեկը կդիր, ինձ է գիտես, մեկը քեզի ասած է Հիսուս քեզի գսիրե։ Աստված քեզի գսիրե, քեզի համար ծրագիր ունի։ Մեկ հատ փորձե։ Ամենակեշը Բիցեն ժամանակ չունիմ, մաբիցը կերտա, ամենակեշը։ Բայց եթե մեկ հատ արիտ դվիր, ama արիտ դվավ, որ իրեն Հիսուսի մասին խոսիս, նա ինչ կլա։ Դու կգարողության մի վստահիր, այն ավետարանը, որ քեզի հաստատեց, նույն ավետարանն է, որ թիմացինիդ պիտի հաստատե։ Գնաց սկիզբը ոչս է, ես մարդիկ գիտեմ, որոնք մինչև իրենց աբաշխարության հասցուցի եւ ոչս աբաշխարության։ Բայց ես գիտեմ իրեն փոխանցեցի Հիսուս եւ ադիգա ու վերջո օրը բդուղ պիտի դա։ Իմ հավատքը սադի է։ Բոսարակի աստավ ես ջարդար խոսքերով չկարոզեցի ցեզի։ Բացի ցեզի խաչը ներկայացուցի ցեզի։ Ավետարանը բերեց ցեզի։ Ասեր Ադամար սիրլիս մի մտածեր ես ինչ պիտի խոսիմ, ինչ պիտի ասեմ, այս օրերուն ամենալավ օրերն է, որ ընտանիքիդ մեջ, Քերտաստանիդ մեջ ելես Հիսուսի մասին խոսիս։ Եթե մեկը ելե եւ ասե, հիմա ինչ է Հիսուս, Հիսուսի դոնն է։ Տուն է ինչ է։ Ամբողջ դարին մեկ հատ Հիսուսին երես ինչի նայեցար, մեկը քեզի Հիսուսի մասին խոսիմ ասե։ Գիտես ինչ հրած է Հիսուս քեզի համար։ Գիտես ինչ հրավ Հիսուս քեզի համար, ոչ թե ինչ թուն միտնես Հիսուսին համար, ինչ հրավ Հիսուս քեզի համար։ Եվ սկսի իրեն ադիգախ կարոզել։ Նույնիսկ եթե նայես ավետարաններում մեջ բիդեսնես 4 ավետարանները որ կան, չեմ եթե նկատել ես, բիդեսնես արաքյալները շատ արագ կանցնին սկիզբի բաժինը, հետո որ խաչելուչան գուկա, այդ դեղերը գահասնի, գտեսնես քանի գլուխ կլա։ Գածես հոնդես զումին գնեն ամենը։ Հոնգը գետրոնանան։ Մարգոսը գտեսնես սկիզբը ինչ արագ կանցնի, 16 գլուխ է։ Արագ կանցնի, ամիջապես խաչելուչան ասավ արդեն։ Քանի հոն է գետրոնացումը։ Հովանես դες քանի գլուխ առաջ սկսավ։ Լմանատ վերջին շաբաթին վրա նայեցեք որքան գխոսի Հովանես ավետարանիչը։ Մյուս ավետարաններն այր ինչապ գետրոնանա այդ վերջին օրերուն վրա, որով ավետարանը սենը գետրոնացած է այդ վերջին 3 օրերուն վրա։ Խաչը բարձրանալը, թաղվիլը եւ հարություն առնելը հոն գետրոնացած է։ Հիսուսի ծնունդը չէ որ մարդոց աբաշխարության կբերե։ Դե վադի կարևոր է։ Բայց ադի չէ որ մարդոց աբաշխարության կբերե, թե ոչ բիդեսնես սուրբ ծնունդի մարդիկ պետք է աբաշխարեն։ Սուրբ ծնունդը չէ։ Հիսուսի քարոզածները չէ, թեև կարևոր են։ Հիսուսի գադարած գործերը չէ, թեև կարևոր են։ Փուն գետրոնացումը ավետարանին Հիսուսին խաչ բարձրանալն է, թաղվիլն է եւ երրորդ օրը հարություն առնելն է, հոն է գետրոնացումը։ Քանի եթե ես հարությունը անեմ մնացածը ամեն փուջ է։ Եթե ես հարությունը անեմ, մնացածը ամեն փուջ է։ Գսե ծեր հավատքը զուր դեղ գլինե գսե։ Բողոս Արաքյալ։ Ավետարանը ինչ հրավ ինձի համար։ Ավետարանը իմ մեղքերս վերցուց։ Բողոս Արաքյալ գսե մերավ իմ մեղքերի համար։ Ասի գնաս հասկանալ ինչ խորունգ բան է ասի։ Իմ մեղքերի համար մերավ ինչս է։ Իմ մեղքերի համար մերավ։ Ոչ միայն մեղքերի համար մերավս է, այլ նաև մեղքերի հետևանքներից ազատագրեց ինձ։ Դες մեկը պատմությունը պատմեմ։ Դեր Հիսուսի հետ եղավ այս մեկը։ Կանթեցին առաստաղը 4 հոգի 1 հոգի վարի չեցուցին։ Ասմարտը անդամալյուզ էր, ասմարտը չէր գնարկալ, մահիջի վրա բերին ասմարտուն։ Եվ հանգարց Ad ամենու մեջ են գտեսնես Դեր Հիսուս ոտքի գելե եւ գսեք ու մեղքերդ ներված է։ Փոխանակ գելե վրան աուտ է
եւ իրեն բժշկե, գսե մեղքերդ ներված է։ Ուրիշը հավանաբարելալ ինչ պիտներ, բիդիսեր, մեկ են բիդիելեր իրեն համար բիդի աղոթեր, բայց դեր Հիսուս ինչ հրավ, հոս կարևոր տաս կա։ Ասավ քու մեղքերդ ներված է ասավ։ Ադի ինչ կարևոր է, բոլորս ակինենք մեր մեղքերը ներվեցավ Հիսուս Քրիստոս ընդունելը, չէ՞մը։ Բայց Հիսուս մեղքերը ներելը ուրիշ բանի հետ կապեց։ Հոնդե մարդիկ կա իրար անցանոսին հայոյություն գնե։ Ինքզինք ինչի գարձ է, ադի արդեն ցույց կուտա քեզ որ մեկ իրեն իբրև Աստված չէ ընդունած անդեղը, որով ասի միան Աստված գրնա անելսին, ասիգա մարդ չի գարա անել, եւ Տեր Հիսուսը սա մարդու որդին նաեւ գրնա իշխանություն ունի մեղք ներելու։ Ինչս էլ է իշխանություն ունի մեղք ներելու։ Ցույց տվավ ինքը։ Ասավ որը ավելի թյուրին է։ Ասեմ մեղքերդ ներված է, կամ արմահիջդ ոտքի եւ քայլ է։ Ինչը ավելի թյուրին է։ Բայց որբեսի տեսնեք, որ մարդու որդին իշխանություն ունի մեղքերը ներելու, դարձավ մարդուն ասավ արմահիջդ ոտքի էլ արմահիջդ եւ քայլ է ասավ։ Եվ մարդը բժշկվեցավ։ Ուրեմն մեղքերը ներվելը ինչի հետ կապված է։ Որովհետև նույն ծրարն է, փրկության ծրարն է։ Եթե փրկություն քեզի մեղքերու թողություն կուտա, նույն ադենալ քեզի հիվանդության բժշկությունը կուտա։ Եթե ես գավադամ մեղքերու թողության համար, որով Հիսուս հարություն արած է, ես նաև պետք է հավատամ, որ իր վերքերով բժշկվեցա։ Երկուքը նույն ծրարն է։ Չեմ գնար բաժնել։ Հիսուսը որբեսի տեսնեք, որ մարդու որդին իշխանություն ունի մեղքերը ներելու, ներեց բժշկելով։ Բժշկեց եւ ցույց տվավ իր զորությունը։ Եթե ինքը մերավ իմ մեղքերուս համար ինչ ասել է ադիգա, ասել է նաեւ ինձ ինչ տվավ բժշկություն։ Եվ ամեն ծրարը տվավ ինձի, որով մեղքերը ներվիլ ադիսել է, որով մեղքի հետևանքն է անեցքը, մեղքի հետևանքն է հիվանդությունը, մեղքի հետևանքն է մոլությունը, մեղքի հետևանքն է աս բոլոր բաները, որ մեզի ասում եք բաժնե, մեղքի հետևանքն է աս բոլոր չարչարանքները, որ մենք գդարաբենք։ Եթե մեղքը վերցուց, ուրեմն ինչ կնենք որ թեր ադոնքոն։ Օդարեն Ադոնքալ ինքը սկզբունքով գսե մենք իր վերքերով բժշկվեցանք գսե։ Բժշկվեցանք եւ դու հաղորդություն գարնես, դու ադիգ ընդունիս։ Դու ադիգ ընդունիս, ես իր վերքերով բժշկվեցա։ Դու ադիգ ընդունիս, ոչ թե միան իմ մեղքերուց թողությունը ստացա։ Որով եթե ընդունիմ որ մեղքերու թողություն, նաեւ ես ադալ կընդունիմ որ թե ոչ մի ընդունիր մեղքերու թողությունը։ Եթե պիտի ասես ես հիվանդ պիտի մնամ, եւ այս է իմ կյանքիս ինչ գիտնամ ինչը, ուրեմն մի ընդունիր մեղքերու թողությունը, մի ընդունիր Հիսուսի հարությունը։ Բայց եթե ես ընդունիմ որ Հիսուսի հարությունը, ես ընդունիմ որ մեղքերուց թողությունը, ես նաեւ մյուս բոլոր ավետարանն պետք է ընդունիմ։ Մենք իր վերքերով բժշկվեցանք։ Մենք իր վերքերով բժշկվեցանք։ Ամեն։ Գարանտին ինչ է որ ավետարանը շիդագ է։ Ինչ է գարանտին։ Աստված գարանտի տվավ։ Գիտես այսօր եթե դերեմը փամը ապրանք պիտի կնես, քեզի ինչ կնե։ Երաշխիք կուտա։ 3 տարով, 1 տարով, չգիտեմ, չէ։ Գարանտի մը կուտա, չէ։ Որ դու հաստատ լասես ապրանքը կնես, մի կդ հանկիս կնես։ Ավետարանն գարանտին ինչ է սիրելիներ։ Հիսուսի հարությունն է։ Եվ հետո գնիկը գուտա քեզի Սուրբ Օքին է, որ դու իրեն կընդունիս, գգնքե քեզի Սուրբ Օքիով։ Հարությունն է։ Հարությունն է։ Ամենը գախված է հարության վրա։ Հիսուսի հարության վրա գախված է։ Ինչ է փաստը, որ Հիսուս հարություն արած է։ Ինչպես կնաս փաստել, որ Հիսուս հարություն արած է։ Եթե դու պատրաստ ես ընդունելու, նամասանքսեմ, եթե դու գրնաս ընդունել այն փաստերը, որ այսօր կընդունիս պատմական մարդոց մասին, դու պետք է նաև ընդունիս հարությունը։ Ինչ է գուզեմ։ Այսօր մարդոց մասին, գայսերներու մասին, թագավորներու մասին պատմությունները, որ գրված է, ասոնք գրված են իրենց ժամանակին եւ իրենց ժամանակները նիետ կգրված է։ Եվ մենք ընդունենք ասոնց պատմությունը իբրև ճշմարտություն, որովհետեւ այդպես սորված ենք, գիտենք վկայություններ կա գրված է իրենց մասին պատմության մեջ, չէ՞։ Եթե դու ասոնք գրնաս կոր ընդունել, ուրեմն ավելի պետք է ընդունես դու Աստծո հարությունը, Քրիստոսի հարությունը, որովհետեւ գիտենք ինչքան մարդիկ գրած են իր հարության մասին։
Գիտեք ինչա վկայողներ կան։ Բայց եթե անբատմության մեջ չերտամ նույնիսկ միան Աստվածաշունչը նայեմ, 5 դագարանեն տուն ունիս մարգարեություններ եւ նոր դագարանի մեջ նաեւ ունիս հաստատումներ, վկայողներ։ 5 դագարանի մեջ ունիս մարդիկ, որոնք 1000 տարի առաջվնե, հազարավոր տարիներ առաջվնե մարգարեացած են Հիսուսի ռածներուն մասին։ Բադմական մարդոց մասին սկիզբեն մեկը փամը չէ գրած, միան իրենց ադեն եւ իրենց մե հետո, բայց Հիսուսին հետ կապված գտեսնես իր ժամանակեն առաջ ակրված է իր ժամանակեն հետո։ Իմ Աստվածաշունչը սադու համար 2 դագարան ունի, հին եւ նոր, եւ չեմ գնար բաժնել, չեմ գնար մեկադզանցնել, որով երկուքը պետք ունիմ, որովհետեւ ես հարությունը հաստատվի իմ սրտիս մեջ, որովհետեւ 5 դագարանի մեջ մարդիկ մարգարեացած են։ Մարդիկ մարգարեացած են։ Եթե նայես Սամոս 22 Մեկ ասված իմ, ինչու ես թողել ինձ։ Դե Հիսուսի բարերն է ասի։ Հերու ես ինձ փրկելուց եւ իմ հարաճանքի խոսքերից։ Բոլոր ինձ դեսնողները ծաղրում են ինձ։ Ասի Սամոսո գրած է 1000 տարի առաջ Հիսուսեն։ Բոլոր ինձ դեսնողները ծաղրում են ինձ։ Բացում են իրենց շրթունքները եւ իրենց գլուխը շարժում։ Հрьяաները չեն հասկնար, ասի ինչու համար գրված է։ Բայց եթե մեկ հատ նային Հիսուսին ինչ եղավ եւ դեսնեն իրենց քիրքի մեջ եւ նկատեն որու մասին գխոսի։ Ադամը մաս մհրյաներ գաբաշխարեն եւ դեսնեն եւ հասկանան։ Ասում են նա հուսած դիրոջը թող ազատի դրան։ Աստված թող ազատի դրան, թող բրգի, որովհետեւ հավատել է դրան։ Խաչին դագեն այդպես ասին։ Ասին եթե ինքը Աստծո որդին է իսկապես թող որ ինքը խաչեն վարիչեցնե, թող Աստված իրեն բրգե։ 16-ի մեջ գսե որովհետև շները շրջապատեցին ինձ եւ չարերի ամփոխը բաշարեց ինձ ձագեցին իմ ցերքերն ու ոտքերը եւ որ Սամոսո այս բարերը գսեր սիրելիներ այդ օրերուն այսպես բադիժ չգար ցեք ձագել ոտ ձագել խաչել ըսված բանը չգար թեր 1000 տարի հետ կհռոմեական գայսությունը մծուցած բադիժը մարդոց խաչելը Սամոսո բաներ գխոսի ոստեղ որ իր ժամանակին նույնիսկ չգար Գսե ցերքերս եւ ոտքերս ծագեցին Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները իսկ նրանք նայում են ու թիդում են ինձ Շորերս բաժանում են իրար մեջ եւ վիճակ են գցում բադմուջանիս վրա Նույնիսկ միջև իր հագուստին վրա Ես Հիսուս խաչին վրա է մարգարեություններ կգադարվի Ասոն մարգարեությունները որ 1000 տարի առաջ գրված են Եթե նայես ուրիշ մարգարեություն աշուտ շատ են, ես ամենը չեմ գարտար, բայց եթե նայես Եսայի 53-ի մեջ են երկրորդ համար գսե, ահա նա մադղաշ դունգի նման աջեց նրա առաջ, ձարաված հողից ելած արմադի նման, նա ոչ դեսք ուներ, ոչ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ատկան որ ձեզեցին իրեն, խարազանեցին իրեն, ոչ էլ այնպիսի դեսք, որ ցանկանայինք, Անարգված եւ մարդկանցից մերժված նա վիշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ Որպես մեկը որից երես են դարձնում մարդիկ նա անարգված էր եւ մենք նրա հանդեպ համարում չունեինք Իրավի նա մեր ցավերը վերցրեց Դեսնես ավետարանի ինչ ունի մեջը Ցավերը վերցրեց Մեր վիշտերը գրեց Ասի շունչ Մենք նրան համարում էինք բադուհասված, Աստծուց հարվածված եւ դանչված, բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց, բադիժը որ մեզ փարորություն եւ խաղաղություն բերեց, նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մարմին Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրս իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլոր անօրենությունը։ Նա ջնշվեց ու չարչարվեց, բայց չփացեց իր բերանը, ինչպես մի կար, որ մորթվելու է դարվում, եւ մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չփացեց իր բերանը։ Բռնատադությամբ եւ թադաբարդությամբ նա հափշտակվեց, եւ նրա ասկադոմը ով կարող է քննել։ Մարդը իրեն թադաբարդեց, մարդը իրեն մերցուց, բայց Աստված իրեն ինչ հրավ,
արդարացուց։ Աստված իրեն հարություն տվավ։ 5 դագարանի մեջ կտեսնես վկայողներ, կտեսնես մարգարեություններ։ Նոր դագարանի մեջ Պողոս Արաքյալ գսե հաշվեմ քեզի քանի հատ վկա գա իր հարության։ Գսե նախ Գեփասին երևցավ, այդ բաթմությունը չէ գրված ավետարանի մեջ, չենք գիտեր ինչ եղել է, եւ որ Գեփասին երևցավ։ Մեկ բաթմություններն են, որ մեզի չի հասավ ասի։ Բայց Պողոս Արաքյալ գսե նախ Գեփասին երևցավ, Պետրոսին։ Անգետ կգսե 12-ին Արաքյալներուն հանդիպեցավ։ Հետո մի անգամից երևաց 500-ից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննչել են։ Այսինքն Պողոս Արաքյալ գսե, եթե գուզես փաստ, քեզի 500 հոգի կգնամ բերել։ Զատ, որ գվգայեն, որ Հիսուս հարություն արած։ Այսօր չկա աշխարհի մեջ Թադաստանը, որ իր արջևը բերես 500 հատ վգայա եւ չընդունի, որ թիմացինը ամեղ է գամ ասենք բան է։ Ինչ բանի, որ իրենք վգայություն կտան։ Այսօր թադարաններում մեջը, եթե բերես մի քանի հատ վգա, որ դեսած են եղելությունը, արդեն կվերջանա պատմությունը։ Ասոնք զատ մարդիկ են, 500 մարդիկ, աչեն ծախեն, 12-ը չէ, 12-ն զատ գսե, որ 500 հոգի գա։ 500 հոգի գա, որ դեսած է իրենց ժամանակներուն Հիսուսի հարությունը եւ անոնք եղբայր դարձած են։ Եղբայրներ 500 հոգի դեսած է եւ իրենք կվգայեն, գսե գնամ բերել։ Մաս մգա մերած է, մաս մը թերվող չէ գսե։ Անոնց ամենը գրնամ բերել։ Թադաստանի աչե բիգենանքն է Հիսուս գախտե, որ ինք հարություն արած է։ Եվ աս վկայողները սերներ շատ ավելի են, քան այսօր որևէ պատմական մարդումը մասին, որ կգարտած պատմության մեջ։ Անոնց վրայի վկայությունները վրայի չեն հաշվիր եւ Հիսուսին չափչելներ։ Աբա երևաց Հակոբոսին, որ Հիսուսի եղբայրն էր։ Մանորեն մի մոնակ, որ Արաքյալներում մեջն ալ գային դեսագավոր մարդիկ, գար մեկը որ մաքսավոր էր եւ չի խապվիր դյուրին ադիգա։ Ադի դրամը գահաշվե, ամեն ինչ գտեսնի, դե ձուր փամ մգա, սկիզբեն գտեսնի արդեն։ Ուրիշ ունիս, որ ֆանատիկն էր եւ գրվասերն էր, ադիգա Հակոբոս էր։ Ադալ, ադանք մարդիկ չես տեսներ, ասանք երևակայական բաներով գսպաղվին։ Հետո ունիս Թովմասը, Գասկաձամիդ Արաքյալը, անալը համոզվեցավ, որ Հիսուս հարություն արած է։ Հետո ունիս Հակոբոսը, Հիսուսին եղբայրը, որ Հիսուսին թշնամի էր։ Հիսուսին չեր ընդուներ իբրև Մեսիա, եւ ինքը դարձավ եկեղեցին գլուխը։ Եվ հետո ունի սկսե Պողոս Արաքյալ ես վիժվածքի սկսե, որ ես եկեղեցին հալածողն էի։ Ենե անգարելի է մեկը ինձի պես դարձի կարգսե, եթե իսկապես ճշմարտության առջև գեցած չլար թեմարթեմ։ Որով ինքն ալ վկա եղավ Հիսուսի հարության, որով Հիսուս իրեն հանդիպեցավ Դամասկոսի մեջ։ Ուրեմն սեներ հարությունը երևակայական բանը չէ։ Եթե տուն հարությունը գտնունիս կոր, եթե ավետարանը գտնունիս կոր, ուրեմն պիտի ընդունիս նաև ավետարանին բոլոր ծրարը։ Եվ այսօր պիտի ապրիս այն փրկությունը, որ Աստված քեզի տված է։ Այսօր։ Վաղվա պիտի չթողես այսօր։ Քրիստոս հարյավ օրնյալ է հարությունը։ Հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք եւ ըստ ավետարանին Հիսուսից ընդունենք, ինչպես որ ինք բժշկեց մարդկանց, ներեց իրենց մեղքերը, նույնպես Աստված ներեց քո մեղքերը, եկեք բժշկություն ընդունենք, եկեք օծություն ընդունենք, Աստծո դինամիտ զորությունը ընդունենք։